վրա զիբիլ չի եկե։ Մրջոները խեղդել են մեզի։ Ջուրը եկել աղբը։ Ոչ ջուրա գալի, ոչ աղբն ա գալի։ Ոչ ջուր ունենք, ոչ զիբիլն ա գալի։ Ասի ջան, ջուր չունենք, հիմա ներկայությամբ եթե ջուրը տան, արիտես ջուր չի բարձրանում, հազիվ ծծալում ա, մի հատ բան չկա, այդ ստորբի վրա լույս չկա։ Գիշերը հելնում ենք, քյոր չգիտենք ինչ անենք։ Գոնե կանալիզացիայի ջրերն էլ այնտեղից էս անձրևա գալի, ես շատ եմ, այսենց գնում ա միջև եսին որտեղ։ Գոնե այդ հարցը լուծեն։ Աղբը առաջ սկզբից գալիս էր նորմալ, հիմի էս քանի ամիս է աղբը չենք տեսել, փողը մուծում ենք, բայց աղբի շոֆեր չկա, ոչ էլ ավտո կա։ Փողը պարտադիր մուծում ենք, համայնքային իշխանություններին ժողովրդանին հորդորենք են, որ գոնե մի քիչ էլ մեզ նայեն, ուրիշ բան չենք ուզում էլ, այդ հարցերը լուծեն էլի, լույս ունենանք, ջուրը նորմալ լինի, այդ զեբիլը նորմալ տանեն։ Քաղաքին կպած այդքան էլ հերութի սարի թաղը, բայց օրվա մեջ ճլճլալով, ես հլ առաջ հարգեմ ճլճլումը, դեկորությունը вообще ջուր չի բարձրանում, ինչքան կարաս առանց ջրի լված կանես, չես կարող անես, պետք է ջուրը անպայման լինի, ու շատ քիչ ժամկետով են տալիս։ Վերընտրությունների ժամանակ ազիվ ասֆալտապատեցին, այս արին, այն արին, բայց այդ կոմունալ այդ կոյուղի բաները նորմալ չի այդ տրուբեկը, դրա համար էլ տենց ասֆալտների լրիվ քանդվել է ու հենա, պատերը մի հատ նայեք, որ ջրերը լրիվ տան տակերով է այդ։ Ես մեր ղեկավարությունը մենակ կենտրոնն է մի արեցինք էս գործեր արեցինք կենտրոնում ես են բայց սարի թաղում ով պետք է գործ անի ջուրը ժամը 8-ին տալիս են 12-ին 11-ին տանում են ոչ կարում ես լողանաս ոչ կարում ես լվաս կանես այս ինչ օրենք է ինչ օրենքում մենք ապրում ես չեմ հասկանում ով պետք է մտածի սարի թաղի մասին չի կարելի չէ այտենց անել մենակ իրանք կենտրոնում հրապարակի կողքերում լավ ապրեն սարի թաղի ժողովուրդն է թող մեռնեն էլի ապրեն ինչ անեն մի հատ աղբի տեղ կար, այդ աղբի տեղն էլ վերացրեցին, իմի աղբը վերցնում ենք, տանում ենք փոշտի մոտը թափում ենք, ինչի համար, ես աղբի գումարը մուծում եմ, ինչի համար պետք է ես տանեմ թափում ընդեղ, ինչի համար, թող մեքենան գա, 10-12 շաբաթը մեկ մի անգամ կար, չիկա, այն այլը, աղջիկս, այն փոսերը, որ կա ջուրը լսում, գնում է սաղ այս պատը մերն է, սաղ գնում է մեր տան տակը, որ դուք ակ մեր տան պատերը տեսեք քայքայվել է լրիվ։ Այս 2 տարի ջուրը այսպես գնում էր, ստեից դուրս էր տալի։ Ջրմուղից կանչեցինք անձամբ ես, մեր տան հեռախոսը համարով, զանգահարել եմ, կանչել եմ։ Եկել են, նայել են, ասում են, դա ձեր ներքին խնդիրն է, դուք լուծեք։ Ես ինչ լուծեմ։ Ես աշխատում եմ, ես թոշակառու հաշվանդամ կինեմ, իմ ամուսինը հաշվանդամ է։ Մենք ինչ արզ լուծենք, եթե սա պետական օրե փողոց է, եթե ես պետության համար վարգը մուծում եմ, թող ինքը ապահովի ժողովրդին, ով պետք է ապահովի ժողովրդի համար, ով պետք է մտածի, սա այդ թաղում մարդ չկան, մենակ իրանք են, ոչ թաղապետարանից են գալի հետաքրքրեն, ոչ ջրմուղից, ոչ մեկից մենք մի նորություն, մի լավ բան չենք տեսել ղեկավարությունից, միայն այն ժամանակա ղեկավարությունը ժողովրդին ճանաչում, որ ընտրություն էր լինում, եկեք, գիտես սրանք ընտրես, նրանք բա դե եկեք ժողովուրդ, սա այդ թաղի մասին են մտածեք Երև մենք ամբողջ կյանքում մի հատ նորմալ ավտոբուս չենք ունենալու, այդ յուղի ավտոբուսն է, նստում ենք, քրտինքը վրներիցս գնում է, ցավը տանեմ, 15 րոպե հետո, որ շարժվի, 15 րոպե ստեղից, 15 րոպե ընդից, ոնց որ ռայոն ենք գնում։ Ոչ ոռոգման ջուր կա, ոչ խմելու ջուր կա, ինչ կա Հայաստանում չենք հասկանում, ոչ մի բան չկա։ Փողը տալիս են, 5000 դրամ է, գցում են ժողովրդի աշկերը փակում են, ընտրվում են, ու մոռանում են, որ ստեղ էլ ապրող կա։